Ռիոփենի եթերում Ռինյուզի գլխավոր թողարկումն է բարի երեկո, ամփոփենք օրը, տեսնենք այն այս անգամ ինչ բերեց մեզ ու աշխարհին նախամարոտ։ Քննիչ հանձնաժողովի զեկույցի շուրջ տարաձայնություններ ՔՊԱ-ականների միջև, ինչու։ Մեր գերիների ճակատագիրը ինչ կարող ենք ակնկալել, եթե չկա նույնիսկ կարմիր խաչը։ Մեծ աղմուկ նեղ փողոցում գնուն ու շուկայի կրպակները ապամոնտաժում են։ Եվ Դոնալդ Թրամփը Նիկոլ Փաշինյանին անվանել է մյուս տղան։ Սկսենք ազգային ժողովից, որտեղ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ թեժ բանավեճ է ծավալվել Նիկոլ Փաշինյանի եւ ընդդիմության միջև։ Անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, նա ասել է, եթե ձեր ասածը ճիշտ է, ուր է ձեր հեղափոխությունը։ Չվերապատմեմ, եկեք դիտենք հարց ու պատասխանի այս մի հատվածը ու շարունակենք։ Դուք ինձ մեղադրեցիք սուտ ասելու մեջ, ես ուզում եմ առիթից օգտվել եւ ձեզ մեղադրել սուտ ասելու մեջ, որովհետեւ եթե ձեր ասածները ճիշտ լիներ, հիմա դուք ասենք այս վերջին 7 տարում 87 անգամ հեղափոխություն անելու կոչ եք արել։ Հիմա Վաշինգտոնի հռչակագրից հետո, այդ խաղաղության համաձայնագրի հրապարակումից հետո, նույնիսկ հուշագրերի հրապարակումից հետո հեղափոխության կոչ ինչ գործ ունեք խորհրդանում։ Բա մեջ տենց վատա հրապարակային էլ տեքստ է, բոլորը կարդում են։ Հիմա դուք կարիք չունեք, որ կոնսպիրատիվ ինֆորմացիա տալ։ Այն ինչ որ դուք ասում եք, բոլոր մարդիկ գիտեն, բա դուրս եկեք հրապարակներ, կոչ արեք, հեղափոխություն արեք, բա ինչ եք եկել այս փափուկաթորներին նստել եւ այդ փափուկաթորներից բան եք անում։ Կանգնեք էլ չնստեք, գնացեք, ինչ գործ ունեք բա ստեղ, ինչ գործ ունեք ստեղ բա, այդ տեսակ որ սուտ եք ասում, բա որ այդ ամեն ինչը ճիշտ է, բա ուր են ձեր զանգվածները, ուրա ձեր հեղափոխությունը, ոստես թողում եք համակերպվում, եք դուք այդ ամեն ինչի հետ, համակերպվում եք այդ ամեն ինչի հետ, բա ամոթ չի, բա դա, դաշնակ, բա այս ամեն ինչի հետ եկել նստել եք, գործուղնումների եք գնում, չգիտեմ ինչ եք անում, հա? Արմեն Գևորգյաններ են օրը ԵԽԽՎ-ում, հա, առանց գործուղման, հա, գնացել։ Հա, Մանուկյան, մենք էլ ենք իրար հետ գնացել։ Իր հաշվին, հա, գնացել ԵԽԽՎ։ Իրար հետ ենք եղել։ Բա որ այդքան սարսափած դու եկել եք ստեղ նստել, բա ուր են մասաները, Բաղրամյան պողոտայի մանխալները որտեղ են։ Տարեք դրեք։ Հա։ Մինչև այդ ազգային ժողովում մի փոքր անհասկանալի զարգացումներ են այս օրերին, երբ ամեն օր հիշում ենք սոցցանցերն էլ մոռանալու շանս չեն թողնում, 44-օրյա պատերազմի ամեն մի օրը պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի շուրջ անհամաձայնություններ են առաջացել ՔՊԱ-ականների միջև։ Մեկն ուզում է զեկույցը բերել լիագումար նիստ, մյուսը բացատրում է, որ իրավական հիմքեր չկան։ Ամեն դեպքում զեկույցը պատրաստ է, թե ինչից է առաջացել այս խնդիրը ու ինչ է լինելու, եկեք տեսնենք, հասկանանք ու շարունակենք։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստ մտցնելու իրավական հիմքեր չկան։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, հղում անելով ազգային ժողովի կանոնակարգին։ Ես նախադեպային իրավունքով գործող հիմնարկ չեմ։ Կրկնում եմ, գոյություն ունի կանոնակարգ օրենք, որի մեկնաբանության հարցը այն դեպքերում, երբ որ մեկնաբանության խնդիր կա, իրականացնում է պետաիրավական հանձնաժողովը։ Հարցին թե ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղյակ չէ կանոնակարգից, Սիմոնյանը պատասխանել է՝ գիտի մեկնաբանության խնդիր է, ինքն այլ կերպ է փորձում մեկնաբանել։ Խորհրդարանի նախագահը վստահեցրել է, զեկույցը միանշանակ հրապարակվելու է, սակայն հայտնի չէ թե ինչ ձևաչափով։ Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ կարող են փակ ձևաչափով լսումներ անցկացվել, կամ ընդդիմադիր եւ իշխանական падգամավորները գնան գաղտնի բաժին ու ծանոթանան զեկույցին։ Այդ հանձնաժողովը ստեղծվել է մեր նախաձեռնությամբ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը 10 ժամից ավել զեկուցել է, մեզ դա պետք է, որովհետև մենք ենք ինչ-որ բաների մեջ մեղադրվում։ Անդրանիկ Քոչարյանը ուղիղ չի պատասխանել հարցին, թե գուցե հենց Սիմոնյանն է դիմադրում, որ զեկույցը լիագումարի օրակարգ չմտնի, հետո անուղղակիորեն հաստատել է։ Օրենքը հստակ կարգավորում է շարադրված, եւ ազգային ժողովի նախագահ պետք է որոշի մեկամսյա ժամկետում, ամսի 3-ից հետո իհարկե չկա խորհրդի նիստ, բայց առաջին իսկ խորհրդի նիստում պետք է որոշում կայացվի, եթե որոշում չկայացվի, ձեր բարձրացրած կասկածները կարող են լինել լեգիտիմ։
Զեկույցի համար նախատեսված ժամկետն ավարտվել է, ավելի քան 2.5 տարի է անցել։ Ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունները հավերժ չեն տրվում, հայտարարել է Սիմոնյանը, միաժամանակ չհաստատելով, որ Քոչարյանը խախտել է հանձնաժողովի աշխատանքային ժամերը, ուղղակի գործը մասշտաբային է, ընդգծել է ազգային ժողովի նախագահը։ Անդրանիկ Քոչարյանն էլ պնդում է, զեկույցը պատրաստ է եւ չի կարող ժամկետն անցամարվել։ Ժամկետանց կարա լինի 26 թվականի, եթե ընտրություններից հետո արդեն այլ պարլամենտ կգա եւ ես զեկույցը ներկայացրած չլինեմ, բայց հիմա փառքաստու զեկույցը ներկայացված է եւ սպասում եմ այն որոշմանը, որը հնարավորություն կտա լիագումար նիստում ես ելույթ ունենամ, որը նաեւ Հանձնաժողովի նախագահը հերքել է կասկածները, թե կառավարող ուժը զգուշանում է զեկույցում առկա փաստերի հրապարակումից։ Հիշեցնենք 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 2022 թվականի փետրվարին քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների նախաձեռնությամբ։ Մերի Դանիելյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի առիթով իմ գործընկեր Անի Հովհաննիսյանը խոսել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հետ այդ օրերին Արցախում տիրող իրավիճակի մասին։ Հարցազրույցը կարող եք դիտել այսօր ժամը 21:00-ին։ Դուք ասել եք, որ դուք վերջինը դուրս կգաք Արցախից։ Այո, դու իրան ուղարկում ես խնդիր կատարելու, թե ուղարկում ես զոհվի։ Նման խնդիրներ կա, արել եք, չէ, խելքները չի կտրել։ Ինչ նկատի ունեք։ Ինչքան ենք եղել թույլ, որ Փաշինյան Նիկոլին ընտրել են ղեկավար։ Հիմի հողերը չկա, երկիրը չկա, հերոսի մեդալը պահում ես, ինչ անես։ Civilnet-ի մեր գործընկերները կազմակերպել են քննարկում մեր գերիների վերաբերյալ։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ թեև խոսվում է Ադրբեջանում պահվող 23 գերիների մասին, իրավապաշտպանների փաստահավաք գործունեությունը վկայում է բռնի անհետացման ենթարկված առնվազն 80 անձի մասին։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջել է մինչև նոյեմբերի 4-ը հաշվետվություն ներկայացնել Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման պայմանների եւ առողջական վիճակի վերաբերյալ։ Այս պահանջի հրատապությունը պայմանավորված է նրանով, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները շուրջ 3 ամիս է, ինչ հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ։ Այս ընթացքում որևէ միջազգային անկախ կառույցի թույլ չի տրվել տեսակցել նրանց։ Վերադառնանք ազգային ժողով, այսօր այնտեղ խոսել են նաև կիբերանվտանգության հարցերը լուծող հատուկ անկախ մարմին ստեղծելու անհրաժեշտության մասին։ Գաղափարը 5 անդամից բաղկացած հանձնաժողովն է, որը կձևավորի ազգային ժողովը ու որին կանդամակցեն մասնագետներ։ Կիբերանվտանգության գծով համապատասխան ստորաբաժանումներ են ուզում ստեղծել պետական կառավարման մարմիններում եւ նույնիսկ մասնավոր հատվածում, բայց ամեն ինչ այդքան պարզ չէ, ինչպես է այս նախաձեռնությունն ազդելու երկրի վրա, մեզ վրա։ Քննարկել են падգամավորները, տեսնենք ինչ են պարզել։ Կյանքը գնալով ավելի շատ է տեղափոխվում թվային տիրույթ։ Որքան շատանում են թվային ծառայությունները, այնքան բազմապատկվում են կիբերհանցագործությունների եւ անձնական տվյալների արտահոսքի վտանգները։ Ազգային ժողովը քննարկում է օրենքների փաթեթը, որ մի կողմից խոստանում է կարգավորել այս քաոսը, իսկ մյուս կողմից մտահոգություններ է առաջացնում քաղաքացիների տվյալների վերահսկողության շուրջ։ Բազմաթիվ ընկերություններ եւ պետական կառույցներ դեռ համավարակի տարիներից սկսեցին ծառայություններ մատուցել առցանց, հաճախ առանց անվտանգության պատշաճ կանոնների պահպանման։ Իրավաբան Գևորգ Հայրապետյանի խոսքով այսօրվա իրավիճակը կարգավորման կարիք ունի։ Համեմատեմ 22 տարի առաջվա Գևորգ Հայրապետյանի հետ, ապա 22 տարի առաջ Գևորգ Հայրապետյանի վիդեո պատկերը կիբեր հանցագործության թիրախում հայտնվելու շանս գրեթե չուներ, հիմա ունի պատիկներով անգամ ավելի շանս։ Այնինչ տեղի է ունենում անհատի մակարդակով, բազմապատկվում է պետական մասշտաբով։ Կան բազմաթիվ տվյալների շտեմարաններ, բազմաթիվ թվային համակարգեր կան ու ստեղծվում են, որոնք պատշաճ կարգավորված չեն, եւ ամեն մի կարգավորման կտոր, ամեն մի օրենք, որը նման համակարգերը սկսում է կարգավորել, իրավունքի տեսանկյունից լավ է։ Մասնագետների գնահատմամբ կիբերհանցագործությունների պոտենցիալ վնասը Հայաստանի տնտեսությանը կարող է հասնել տարեկան 1.3 տրիլիոն դրամի։ Պապկեն Թունյանը զգուշացնում է առանց անվտանգության մինիմալ մակարդակի թվայնացումը կարող է ոչ թե օգուտ տալ, այլ հսկայական սպառնալիքներ առաջացնել։ Մի քանի անգամ թե տեղական, թե միջազգային փորձագետների կողմից շեշտվել է, որ եթե մեզ մոտ չկա կիբերանվտանգության որոշակի մինիմալ մակարդակ, ապա թվայնացման գործընթացը խորացնելը կարող է ոչ թե օգուտներ տալ, այլ հակառակը մեծագույն ռիսկեր պարունակել։ Օրենսդրական փաթեթի հիմնական նորարարությունը նոր ինքնավար մարմնի ստեղծումն է, որ պետք է դառնա կիբերանվտանգության ոլորտի գլխավոր կարգավորողը։ Ինքնավար մարմինը այս պահի դրությամբ համենայն դեպս թվայնացման գործակալությունը համագործակցելու է կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ,
տվյալների շտեմարանների վերակազմավորման առումով Նախագծով պահանջներ են սահմանվում ոչ միայն պետական, այլև մասնավոր հատվածի, քրիտիկական ենթակառուցվածքների համար, ստիպելով նրանց ներդրումներ կատարել սեփական կիբերպաշտպանության մեջ։ Ընդդիմադիր պատգամավորները սակայն թերահավատորեն են վերաբերվում նոր մարմնի անկախությանը եւ տվյալների պաշտպանության երաշխիքներին։ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց է բարձրացնում. ինչպես կարելի է վստահել համակարգին, եթե նույնիսկ ազգային ժողովից են տեսանյութեր արտահոսում։ Այդ ամբողջ անկախ մարմինը ստեղծեք, աշխատավարձ, ծիրուն, ամեն ինչ Եվրոպաներում զեկուցեն, մեկ էլ Տարոն Չախոյանի կայքում հերթական տեսանյութը, հերթական փաստը, հերթական գործարքի, ֆինանսական գործարքի մասին տեղեկությունը չհայտնվի։ Նույն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ընդգծում է, որ նոր պահանջները կարող են անտանելի բեռ դառնալ մասնավոր հատվածի համար, եւ որ քաղաքական ուժերը կարող են չարաշահել հասանելի դարձած տվյալները։ Սկզբունքային նշանակություն ունի օրենքի ներդրման փուլայնության հարցը։ Մի կողմից թվային աշխարհում կարգուկանոն հաստատելու անհրաժեշտությունն է, մյուս կողմից քաղաքացու անձնական տվյալների եւ ազատությունների պաշտպանության երաշխիքների ապահովումը։ Առաջիկա քննարկումները ցույց կտան, թե արդյոք հնարավոր կլինի գտնել այս երկուսի ոսկե միջինը։ Անի Հովհաննիսյան, Reopen Media։ Վիզեյրը Զվարթնոցում պաշտոնապես բացել է իր բազան։ Միջոցառումից հետո էլ դիմավորել են Նեապոլ-Երևան չվերթն իրականացնող օդանավը։ Մյուս ուղղությունների թվում են Պրահան, Համբուրգը, Փարիզը, Բուխարեստը։ Ավիաընկերությունը նաև կավելացնի դեպի Դորտմունդ թռիչքների հաճախականությունը շաբաթը 4 անգամ։ Սեպտեմբերի 30-ից էլ ավիաընկերությունը չվերթներ իրականացնում նաև Գյումրի եւ Լառնակայի միջև։ Թե ուր կարող ենք մեկնել էժան տոմսերով, թե վիզա ստանալու համար դեռ պետք է ամուր նյարդեր ունենանք, պատմում է Սիմոն Օվանեսյանը։ Ճանապարհորդելը այլևս Հայաստանի Հանրապետության մի փոքրիկ խումբ քաղաքացիների համար չէ նախատեսված, դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծ մասի համար այլևս շատ հասանելի եւ նորմալ բան է։ Զվարթնոցում բազա է բացում Վիզեյր հունգարական ավիափոխադրողը։ Ինչ կտա սա Հայաստանին։ Ըստ ընկերության տնօրենի սա Հայաստանին կտա ուղիղ ու հնարավորինս ցածր գներով չվերթներ տարբեր ուղություններով եւ կստեղծի նոր աշխատատեղեր։ Պատրաստվում են Հայաստանից դեպի 9 երկիր 16 ուղություններով թռիչքներ իրականացնել։ Գիտեք, նախքան բազա բացելը մենք սովորաբար գործունեությունը սկսում ենք ներգնա չվերթներով, այլ բազաներից իրականացվող թռիչքներով եւ կախված պահանջարկից, կախված այդ չվերթների հաջողությունից, մենք դիտարկում ենք մի շարք տարբերակներ, թե որտեղ կցանկանայինք բազա տեղակայել, որտեղ կցանկանայինք հաճախորդներին ել ավելի լավ սպասարկել։ Եվ մենք տեսնում ենք այս երկրի աճող պահանջարկը, երկրի տնտեսական զարգացումը եւ իհարկե Հայաստանի գեղեցկությունը, այսինքն մենք լիովին վստահ ենք, որ դուք կունենաք 100,000-ավոր այցելուներ, որոնք կժամանային այս երկիր։ Իր 34-րդ բազայում ընկերությունը Airbus A321 Neo 2 օդանավ է պատրաստվում տեղակայել, ասում է իր բնորոշմամբ ամենամիջազգային ավիաընկերության գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշները։ Արժե նշել, որ ավիաընկերությունները, որոնք ինքնաթիռներ են բազավորում, երթուղիներ են սկսում դեպի տարբեր օդանավակայաններ, մեծապես նպաստում են տեղական տնտեսությանը։ 2020 թվականից ի վեր մենք տեղափոխել ենք 2.6 միլիոն ուղևոր դեպի երկիր եւ երկրից դուրս, եւ դրանով մենք նպաստել ենք շուրջ 2000 աշխատատեղի ստեղծմանը եւ ավիացիայի եւ զբոսաշրջության ոլորտներում։ Նոր համալրումներով, լրացուցիչ երթուղիներով մենք հաշվարկում ենք, որ կստեղծենք մոտ 100 ուղղակի աշխատատեղ ավիացիայի ոլորտում ու եւս 800 աշխատատեղ հարակից ոլորտներում։ Իսկ ինչ է տալիս Հայաստանը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասում է, ծրագրի համար նախատեսված է 3 միլիարդ դրամ պետական բյուջեից։ 15,000 դրամ Գյումրի օդանավակայանի դեպքում, եթե 1 միլիոնից ավել, ուրեմն մեկ օպերատորը Հայաստան մարդ է բերում, եւ 20,000 դրամ Զվարթնոց օդանավակայանից։ Բոլոր ավիափոխադրողների համար է պետական սուբսիդիան, ասում է Պապոյանը։ Չնայած հայկական ավիաընկերությունները 2020 թվականից Եվրամիության սև ցուցակում են եւ կոմերցիոն թռիչքներ դեպի Եվրոպա իրականացնել չեն կարող։ Ըստ Պապոյանի խնդիրների ցանկից 1-2 կետ է մնացել, որ լուծվի։ Գիտեմ, որ ամենավերջին փուլում ենք եւ այնտեղ բազմաթիվ ցանկեր կար, որ պետք է հերթով, այսպես պատկերավոր ասեմ, պիտի համապատասխանենք այդ բաները, պլյուսները դնելով գնում ենք, վերջին 1-2-ն է մնացել եւ հուսով եմ, որ այս տարվա մինչև վերջ այնուամենայնիվ մենք դուրս կգանք այդ ցանկից։ Յուրաքանչյուր ավիաընկերություն, որը Հայաստան տարեկան 1 միլիոն մարդ է բերում, կարող է օգտվել այս ծրագրից։ Սա ներդրում է, որի արդյունքում Հայաստան զբոսաշրջիկներ կգան, ընդ որում ոչ միայն Զվարթնոց, այլ նաև Շիրակ օդանավակայան, Գյումրի։ 3 գործարկվել է Գյումրի Լառնակա չվերթը։
Մենք վերանորոգել ենք ժամանման ամբողջ սրահը, մեկնման ամբողջ սրահը, ամեն ինչ համապատասխանում է միջազգային չափանիշներին, եւ ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ Գյումրիի այս օդանավակայանը շատ ավելի լավն է, քան եվրոպական բազմաթիվ օդանավակայաններ, որտեղ մենք թռիչքներ ենք իրականացնում։ Իդեպ թուրքական ավիաուղիները հայտարարել է դեպի Երևան կանոնավոր չվերթներ սկսելու որոշման մասին։ Մինչ այդ թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունն էր կանոնավոր չվերթներ իրականացնում Ստամբուլ, Երևան-Ստամբուլ ուղղություններով, սկսած 2022 թվականից։ Սիմոն Հովանիսյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։ Օրվա բողոքը Երևանի գնուն ու շուկայի հարակից տարածքում էր, որտեղ սկսվել է կրպակների ապամոնտաժում։ Բնականաբար սա հարուցել է դժգոհություն, բայց այսքանով ապամոնտաժումները չեն դադարելու, այս պահին ընթանում են քննարկումներ Փեթակի ու Մալաթիայի շուկայի հարևանությամբ գործող կրպակների ապամոնտաժման վերաբերյալ։ Վաղ առավոտից գնունու փողոցում իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ։ Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանի խոսքով գործը մինչև քանդելուն հասնելը իրենք 3-ից 4 ամիս տնտեսվարողների հետ բանակցություններ են տարել։ Այս տաղավարները, որ քանդեցին, այս մենք ամբողջ այս ժողովուրդը պետական բյուջեի է մուտք անում գումարները, չէ՞։ Անենց չի աշխատում են մենակ իրենց գրպանի համար։ Աշխատում են, որ բոլորի ընտանիքներն են, թոշակառույա, զինվորա, բոլոր պարտավորությունները անում են։ Հիմա ասենք այս 60-70 ժողովրդի, որ անգործ թողեցին, դրանց գումարները ով պետք է վճարի։ Քաղաքապետարանի պաշտոնյայի խոսքով դրանք կրպակներ են, որոնք ժամանակին ունեցել են հողի վարձակալության պայմանագրեր, որոնց ժամկետները լրացել են, սակայն պայմանագրերը դեռ լուծված չեն։ Դա ժամանակի խնդիր է, որ ամեն ինչ կարգավորենք, կբերենք օրենքի դաշտ, հետևաբար նաև կանդրադառնանք դրան, որովհետև հնարավոր չէ այս մայթը ազատել մասնակի։ Դա անհրաժեշտություն կա, դա հանրության պահանջն է, եւ այս հատվածում դուք ինքներդ գիտեք, որ եւ երթևեկությանն է սա խոչընդոտում, եւ նաեւ ինչու՞ չէ նաեւ հետիոտնի անցուդարձ։ Անդրադառնալով այն բողոքներին, թե քանդված կրպակներում մարդկանց ապրանք է մնացել, քաղաքապետարանի պաշտոնյան արձագանքեց. նման դեպք չի եղել։ Տնտեսվարողները նախապես նաև իրազեկվել են, որ վաղ աշխատանքները ինչպես որ պայմանավորվել են իրականացնելու են, իրենք իրենց գույքը ամբողջությամբ տեղափոխել են, բոլոր հետ խոսել ենք, իրազեկել ենք նախատեսվող աշխատանքների մասին եւ իրենց նաև խնդրանքն է բավարարվել, որպեսզի իրենց հնարավորություն եւ ժամանակ տրամադրվի մինչեւ սեպտեմբերի 30-ը, որից հետո իրենց արդեն ապրանքները կտեղափոխեն, կրպակներն ու տաղավարները կազատեն։ Պաշտոնյայի խոսքով կրպակատերերի հետ փոխհատուցման հարց չի կարող քննարկվել, քանի որ դրանք իրավական կարգավիճակ չունեին։ Փառք տանք մեր տնօրենությանը, որ մարդկանց տեղեր հատկացրեց, որպեսզի որոշ մարդիկ դուրս չմնան, աշխատեն, տուն ընտանիք պահեն։ Ուղղակի իրանք նստել են ծառի հովին, գիտեն իրենց հովն է։ Իրանց տները սարքեն, նոր բիզնեսներ դնեն։ Ինչով անեն, այս ժողովրդի փողով են անում։ Քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով այժմ դիտարկվում է նաև Փեթակի, Մալաթիայի շուկայի հարևանությամբ գործող կրպակների ապամոնտաժման հարցը։ Նարնե Ղուկասյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարարությունը պատերազմի նախարարություն վերանվանելուց հետո փորձում է այս փոփոխությունը լցնել բովանդակությամբ։ Սպիտակ տունը մտադիր է վերականգնել իր ռազմական դիրքերը այն տարածաշրջաններում, որտեղից դուրս են եկել Բայդենի ժամանակ։ Իրաք եւ Աֆղանստան, բայց խոսքը շատ ավելի լայն խնդիրների, Իրանից մինչև Չինաստան ազդեցություն ձեռք բերելու, վերահսկելու, անհրաժեշտության դեպքում ճնշելու մասին է։ Սակայն թե ինչպես է Թրամփը փորձելու հասնել իր այս նպատակներին, դեռ այդքան էլ պարզ չէ։ Պարզ է միայն, որ Թրամփն ունի Չինաստանին զսպելու եւ Իրանի վրա լրացուցիչ լծակներ ձեռք բերելու, հնարավորության դեպքում էլ Իսլամական Հանրապետությունն առհասարակ ապամոնտաժելու մեծ ցանկություն։ Թրամփը ոչ միայն ուզում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Իրաքում, այլև վերականգնել դրանք Աֆղանստանում։ Նա պնդում է, որ իր առաջին վարչակազմում պլանավորել էր պահել Բահրամի ամերիկյան բազան, ոչ թե Աֆղանստանի, այլ Չինաստանի համար, քանի որ այն գտնվում է Չինաստանի միջուկային օբյեկտներից 1 ժամ հեռավորության վրա։ Սեպտեմբերի 20-ին Թրամփը բառացիորեն ասել էր. «Վատ բաներ տեղի կունենան, եթե թալիբները չհանձնեն բազան»։ Իրաքում իրենք նորից այսօր որոշում են կայացրել, որ իրենք համալրելու են այնտեղի զորքը եւ այդ զորքը ոչ թե լինելու է նախքին ռազմաբազայում, որը գտնվում էր Իրաքի սրտում, այլ դա տեղափոխելու են Էրբիլ, քրդական
ինքնավար մարզում Իրաքի եւ այնտեղ են տեղակայելու եւ դա հանդիսանալու է հիմնական իրենց ռազմաբազան։ Մյուս ռազմաբազան, որը Միացյալ Նահանգները շատ մեծ ցանկություն ունի դա գրավել, դա Բեգրամ ռազմաբազան գտնվում է Աֆղանստանում։ Օվալաձև գրասենյակում կայացած միջոցառման ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը խաղաղության նախագահ է, ապա այս պնդումը համադրել Աֆղանստանում Բաղրամի ռազմաբազան վերադարձնելու մասին հայտարարության հետ։ Մենք ամբողջ աշխարհում հարգված ենք որպես ռազմական ուժ։ Գիտեք, ես վերակառուցեցի զինված ուժերը իմ առաջին պաշտոնավարման ընթացքում։ Եվ չնայած մենք զինտեխնիկայի մի մասը տվեցինք Աֆղանստանին, բայց ի դեպ մենք խոսում ենք Աֆղանստանի հետ Բաղրամի մասին, բայց դա շատ փոքր քանակ էր, համեմատած այն բանի հետ, թե ինչ ռեսուրս ենք ծախսել այն վերակառուցելիս։ Թալիբանական բանակի իր ամանատար Քարի Ֆասի Հուդինը պատասխանել է Միացյալ Նահանգներից հնչած հայտարարություններին, անվանելով դրանք անհեթեթություն։ Վերջերս որոշ մարդիկ աղմուկ են բարձրացել, թե իրենք իբր բանակցություններ եւ քննարկումներ են վարում Աֆղանստանի Իսլամական Էմիրության հետ, Բաղրամի օդանավականը վերահանձնելու համար, եւ որ մենք իբր ներգրաված ենք եւ չկարողանալով ուժ կիրառել ցանկանում ենք քաղաքական ճանապարհով վերադարձնել այդ տարածքը։ Մեր սիրելի հայրենակիցներին, Աֆղանստանի ժողովրդին, Աֆղանստանի մուսուլման ժողովրդին, մենք վստահեցնում ենք, որ մենք չենք բանակցի մեր հողի ոչ մի թիզ անգամ զիջելու մասին։ Դա անհնար է եւ չի կարող տեղի ունենալ։ هموطنای عزیزی خود برای مردم افغانستان Փորձագետների կարծիքով Միացյալ Նահանգները Չինաստանին համարում է իր հիմնական մրցակից եւ այդ ուղղությամբ են ձեռնարկվում համապատասխան քայլերը։ Հենասյուներից մեկը Իրանն է, մյուսը Վենեսուելան է եւ մի շարք այլ պետություններ։ Իրանի պարագայում, եթե իրենք կարողանան Իրանը մասնատեն, իրենք կկարողանան շատ մեծ հարված հասցնել եւ Ռուսաստանին եւ Չինաստանին։ Այդ իսկ պատճառով իրենք փորձում են օղակը սեղմել եւ երեք արդեն 1 տասնյակից ավել եւ բեռնատար եւ լիցքավորող ծանր օդանավեր են տեղափոխվել Միացյալ Նահանգներից Եվրոպա եւ Եվրոպայից դեպի Կաթար, որտեղ հիմնական ռազմաբազան է հանդիսանում Միացյալ Նահանգների։ ԱՄՆ-ն, որ ռազմաբազաներ ունի աշխարհի տարբեր անկյուններում, փորձում է վերադարձնել Չինաստանի ու Իրանի միջև իր հենակետը։ Մասնագետների կարծիքները երկու մասի են բաժանվում։ Ոմանք պնդում են, թե Չինաստանի իր ռազմական եւ տնտեսական մրցակցի դեմ է պայքարում Ամերիկան։ Մյուս տեսակետի թիրախում Իրանն է, եւ Միացյալ Նահանգների առաջնահերթ խնդիրը Իսլամական Հանրապետությունը կազմալուծելն է, իսկ գուցե երկուսը մեկում։ Դավիթ Գենջոյան, Էդգար Գուլոյան, Reopen Media։ Շարունակելով այս թեման, Միացյալ Նահանգների արդեն պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հավաքել է ամերիկացի գեներալների, ծովակալների ու զինվորական պաշտոնյաների եւ հայտարարել, որ իրենց նպատակը հաղթանակին պատրաստվելն է ու ասել, որ Միացյալ Նահանգները պետք է շտապ ամրապնդի իր ռազմական կարողությունները ու մեծացնի զորքերի թիվը, քանի որ երկիրը պետք է պատրաստ լինի պատերազմի խաղաղությունը պաշտպանելու համար։ Աշխարհի տարբեր ծայրերից Վիրջինիա կանչված բարձրագույն զինվորական հրամանատարության առջև ելույթ ունեցան նախագահ Դոնալդ Թրամփը եւ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ազդարարելով բանակի վերակազմավորման եւ երկրի անվտանգության քաղաքականության խստացման մասին։ Հավաքի գլխավոր ուղերձը հնչեցրեց Փիթ Հեգսեթը, որը խստորեն քննադատեց բանակում տիրող իր բնորոշմամբ արտնացածների մշակույթը, բազմազանության ուղղված նախաձեռնությունները եւ ֆիզիկական պատրաստվածության մակարդակի անկումը։ It's tiring to look out at combat formations or really any formation. Անկեղծ ասած հոգնեցուցիչ է նայել մարտական կամ ընդհանրապես ցանկացած կազմավորում եւ տեսնել գեր զինվորների։ Նույն կերպ լիովին անընդունելի է Պենտագոնի միջանցքներում տեսնել գեր գեներալների եւ ծովակալների։ Դա վատ տեսարան է եւ դա մենք չենք։ Այնպես որ լինեք դուք դեսանտային թե գրասենյակային ռեյնջեր, նորակոչիկ թե բարձրագույն կոչում ունեցող գեներալ, դուք պետք է համապատասխանեք հասակի եւ քաշի չափանիշներին եւ հանձնեք ֆիզիկական պատրաստականության թեստերը։ Ընդհանուր քննադատությունից եւ տեսլականը ներկայացնելուց հետո պաշտպանության նախարարն անցավ կոնկրետ հրահանգների։ Նա հստակեցրեց, որ բանակի մշակութային վերափոխումը սկսվելու է ամենատեսանելի ոլորտներից՝ ֆիզիկական պատրաստվածությունից եւ արտաքին տեսքից, ներկայացնելով անհանդուրժելիության իր քաղաքականությունը։ And that's why today at my direction the era of unprofessional appearance is over. Եվ ահա թե ինչու այսօր իմ հրահանգով ոչ պրոֆեսիոնալ արտաքինի դարաշրջանն ավարտված է, այլևս ոչ մի մորուքավոր։ Պարզ ասած, եթե դուք չեք համապատասխանում արտական պաշտոնների համար սահմանված տղամարդկանց ֆիզիկական չափանիշներին, չեք կարող հանձնել ֆիզիկական պատրաստականության թեստը կամ չեք ցանկանում սափրվել եւ ունենալ պրոֆեսիոնալ տեսք, ուրեմն ժամանակն է նոր մասնագիտություն փնտրելու։
Այս ներքին բարեփոխումներին զուգահեռ նախագահ Թրամփը ներկայացրեց իր տեսլականը երկրի արտաքին եւ ներքին անվտանգության մարտահրավերների վերաբերյալ։ Նա հայտարարեց, որ երկիրը բախվում է ներքին ներխուժման, անօրինական միգրացիայի տեսքով եւ խոստացավ ուժեղացնել սահմանների պաշտպանությունը, անգամ զինվորականներին ներգրավելով այդ գործընթացում։ We're under invasion from within. Մենք ներքին ներխուժման ենք ենթարկվում։ Դա ոչնչով չի տարբերվում արտաքին թշնամուց, բայց շատ առումներով ավելի բարդ է, քանի որ նրանք համազգեստ չեն կրում։ Գոնե երբ նրանք համազգեստ են կրում, կարող ենք նրանց վնասազերծել։ Օտար երկրների սահմանները պաշտպանելու վրա տրիլիոնավոր դոլարներ ծախսելուց հետո ձեր օգնությամբ մենք պաշտպանում ենք մեր երկրի սահմանները։ Բացի այդ, Թրամփը կրկին ընդգծեց կարտելների դեմ պայքարի խստացման անհրաժեշտությունը, այն հասցնելով եռակի բարձր մակարդակի։ Together with the leaders here today. Այսօր այստեղ ներկա առաջնորդների հետ միասին մենք նաև վերականգնում ենք անհրաժեշտ ուշադրությունը արևմտյան կիսագնդում առկա սպառնալիքները չեզոքացնելու վրա։ Այս ողջ տարածաշրջանում կարտելային ահաբեկիչներին թույլ է տրվել մահվան եւ ավերածությունների անողոք արշավ իրականացնել մեր երկրի դեմ։ Այս ամենը միայն այն պատճառով, որ մենք վերևում թույլ ղեկավարություն ունեինք, իսկ մենք առաջին ժամկետում հիանալի աշխատանք կատարեցինք այս հարցում։ Բայց այն, ինչ մենք հիմա անում ենք, բոլորովին այլ բան է։ Մենք դա հասցնում ենք հաջորդ մակարդակի, հավանաբար եռակի բարձր մակարդակի։ Այս սահմանաչափային եւ ներքին անվտանգության քայլերը, այդ թվում Պենտագոնի պատերազմի դեպարտամենտ անվանումը, կարող են ուժեղացնել Միացյալ Նահանգների պաշտպանական դիրքերը, սակայն միևնույն ժամանակ դառնալ քաղաքական նպատակ, հատկապես այնպիսի ներքաղաքական ճգնաժամերի ժամանակ, ինչպիսիք են կառավարության աշխատանքի դադարեցումը։ Պաշտոնապես ֆեդերալ կառավարության շատդաունը մտել է ուժի մեջ Կոնգրեսի հանրապետական ու դեմոկրատ կոնգրեսականների միջև պետբյուջեի շուրջ համաձայնության բացակայության հետևանքով։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Եվս մի լուր Դոնալդ Թրամփից, նա նորից մեզ է հիշել, բայց այս անգամ ոչ թե շփոթել է Հայաստանի կամ Ադրբեջանի անունը, այլ մոռացել է միանգամից եւ Հայաստանի եւ Հայաստանը ներկայացնողի անունը ու ասել, որ լուծել է երկարատև հակամարտությունը Ադրբեջանի առաջնորդի եւ մյուս տղայի միջև։ Լրացավ կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակը, այս առիթով տեղի են ունեցել հոբելյանական միջոցառումներ, Հենրիկ Մալյանը, ով չգիտի, շատ հայտնի ֆիլմերի հեղինակ է, Եռանկյունի, Մենք ենք մեր սարերը, Հայրիկ, Նահապետ, Կտորմը երկինք եւ ոչ միայն։ Սպասի կերացնես վազենք հետո։ Ոչ ենք որդե։ Եռանկյունի, Մենք ենք մեր սարերը, Նահապետ, Կտորմը երկինք։ Այս ֆիլմերը վաղուց դադարել են պարզապես կինո լինելուց, դառնալով մեր հավաքական դիմանկարի մի մասը։ Այս դիմանկարի հեղինակի Հենրիկ Մալյանի թողաջարանգությունը ոչ թե անցյալի մասին է, այլ մեզ հետ խոսող ներկայի, մեր ինքնության, մեր տեսակի ու երկնքի մեր կտորի մասին։ Մալյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, ֆիլմերի ցուցադրություններ, նամականիշի մարում, հուշադրամի թողարկում հավաքել էին նրանց, ում համար Մալյանը ոչ միայն ռեժիսոր է, այլև ուսուցիչ, հայր եւ ազգային դիմագծի կերտող։ Նրա դուստրը Նարինե Մալյանը հիշում է Մալյան հորը, որի դաստիարակությունը եւս աշխատանք էր ուղղված մարդու ձևավորմանը։ Ոչ միայն որպես դուստր, այլ նաեւ որպես մարդ, որը շփվել է Մալյանի հետ, տեսել է իր աստղային պահերը, լսել է ֆանտաստիկ պատմություններ Մալյանի մասին, փողոցում կանգնեցրել եւ խոսել են Մալյանից, անվանելով նրան հզոր, ամենամեծ հայ ռեժիսոր։ Ժամանակ էր գտնում միշտ զբաղվելու ինձ հետ, աշխատելու ինձ հետ, որտեվ ես այդ իր դաստիարակչական մեթոդները հիմա հասկանում եմ, որ դա աշխատանք է եղել եւ ոչ միայն այնպես հայրը զբաղվում է երեխայի հետ։ Բացատրեք բոլոր։ Իմացեմ, առաջինը Հենրիկ Մալյանի ժառանգությունը միայն նրա ֆիլմերը չեն, այլև նրա սերունդը, որին կրթել է։ Դերասանուհի Վարդուհի Ռուշանյանը վարպետի այն եզակի ուսանողներից է, որը հնարավորություն է ունեցել անմիջականորեն շփվելու նրա հետ եւ լսելու նրա դասախոսությունները։ Մենք 13 հոգի ենք ընդամենը կուրսում։ Ափսոսում եմ, որ այդ զրույցները, դասերը լսում էին միայն 13 հոգի։ Ես ուզում էի, որ այդ 13-ը դառնային 130, 1300, 13000 հոգի, որովհետև դա անասելի զրույցներ էին ու անասելի դասեր էին։ Նրա արվեստը ոչ միայն ազգային է, այլ նաև համազգային։ Նրա մեծությունը կայանում է նրանում, որ ազգային արվեստը բարձրացրեց համազգային մասշտաբի։ Մալյանի ստեղծագործության առանցքում պահանջկոտություններ իր անձի եւ անսահման սերն իր ազգի նկատմամբ։ Հենց այս սիրուց ու ցավից էլ ծնվեց Մալյանի կինոն։ Շատ ուշադիր էր բոլոր մարդկանց հանդեպ, անկախ իրենց դիրքից, շատ մեծ սեր ուներ իր ազգի հանդեպ, շատ, ուղղակի ֆանտաստիկ, շատ էր սիրում ազգը մեր,
շատ էր սիրում լավագույն դրսևորումները մեր ազգի եւ ուրեմն շատ ցավով էր տանում ամեն մի թերություն։ Տղի դրոճիկը ինչքան է։ Դե քաղաք տեղ է, ստանան ու ծախսելը մեկ է լինում։ Եթե իմը չխմեր, աշխատավարձը բարձր է։ Նախ դե քաղաք տեղ է, ոչ խմի ինչ անի։ Դերասան Սամվել Թոփալյանի խոսքով Մալյանի նպատակը հայ մարդուն վեհ, գեղեցիկ ու իր հողի մեջ ձգած արմատներով ներկայացնելն էր, եւ հենց այդ հայելին է, որ Մալյանի արվեստը դարձնում է ոչ միայն ազգային, այլև համամարտկային։ Իր ֆիլմերով պրպտեց, գտավ հային, հայի պարզ տեսակը, զուլալ տեսակը, արմատներ ունեցող տեսակը ու գովերքեց, ել ավելի գեղեցիկ դարձրեց հային, պատմելու մարդու պատմություն, մարդու համար, մարդու ապրումների, ձգտումների դեպի լուսավորը ձգտելու այս ազդեցությունը կամ այս ուղերձը տվեց մեզ, որ պիտի փնտրեք մարդու մեջ գեղեցիկը, լուսավորը ու դա բարձրացնեք, ցույց տաք բոլորին։ Ինչ մնացին Նահապետն ու Տիսնակ։ Նահապետ էր։ Ջոջ, շեն, Գերդաստանի գլխավոր, մեծատուն, մեծապատիվ։ Հիմա ինքն ու իր 4 գլուխ։ Գրախտաս կվարվի մշահոտ չի գան Նահապետեն։ Այս որոնումների արդյունքում Մալյանը ստեղծեց ֆիլմեր, որոնք ըստ կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի դարձան հայելի հայ մարդու համար։ Նախատեսվում է վերականգնել եւ թվայնացնել Մալյանի ֆիլմերը։ Շատ քիչ ժողովուրդներ ազգեր կարող են պատկանալ, որ ունեն Մալյան։ Մարդ, ով շատ թմուր կերպով կարողացել է իր ֆիլմերը դարձնել հայելի, որտեղ մենք կարող ենք մենք ինքներս մեզ տեսնել։ Վա, էլի աշխատում եք։ Մի տեսեք ինչ են ուղարկել ինձ կախետից։ Շաբաշ, տեղ բացարեք։ Մալյանի ֆիլմերի ցուցադրությունները չեն սահմանափակվում միայն Հայաստանում։ Վարպետի դասական կինոնկարների վերականգնման թվային տարբերակների հետահայաց ցուցադրություններ են նախատեսվում աշխարհի մի շարք քաղաքներում։ Հենց այս համամարտկային հնչողությունն է, որ Մալյանի ֆիլմերը դարձնում է անձնական հիշողության մաս։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեսյանը հիշում է, թե ինչպես է առաջին անգամ առնչվել Մալյանի արվեստի հետ 1988-ին։ Այդ օրվանից մի բան է այդպես մեխի պես մխրճվել եմ հիշողության մեջ, դա կտոր երկինք ֆիլմն է, որ ցուցադրվում էր հեռուստատեսությամբ և այդ պատկերը երկնքի և թռչող աղավնիները մի բան է, որ ինձ այդ շատ վաղ տարիքից արդեն դարձել է իմ նաև անձնական հիշողության, իմ անձնական էմոցիայի տագնապի անորոշության մի մասը։ Այդ զգացողությունները միայն մանկական չեն և տարիքի հետ միայն ամրապնդվում են։ Հենրիկ Մալյանի արվեստը ժամանակի սահմաններից դուրս եկավ, դառնալով մեր հավաքական հիշողության եւ ինքնության պահապաններից մեկը։ Նրա ֆիլմերում պատկերված հայ մարդը նույնքան կենդանի է այսօր, որքան 100 տարի առաջ։ Եվ եթե Մալյանը վարպետությամբ նկարեց մեր դիմանկարը, ապա մեզ մնում է պահպանել այն, սերունդներին փոխանցելով իր վառած լույսը։ Աննա Հարությունյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։ Իդեպ, քանի դեռ մենք խոսում էինք այսօր ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի մասին եւ տեսանք ընդդիմության հետ Նիկոլ Փաշինյանի այդ վեճը, պարզվեց, որ այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը մեկնել է Դանիա եւ այնտեղ վաղը կմասնակցի Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին ու կունենա նաեւ երկկողմ հանդիպումներ։ Դե իսկ թողարկման վերջում խոսենք օրվա ավելի ճիշտ նախօրեի հերոսների մասին։ Սեպտեմբերի 30-ին նշվում է թարգմանիչների միջազգային տոնը եւ այս առիթով Մատենադարանում հավաքվել էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, ոլորտի մասնագետներ նշելու իրենց մասնագիտական տոնը։ Ովքեր են այդ մարդիկ, որոնց շնորհիվ աշխարհը հասկանալի է դառնում եւ ինչպես են նրանք նշում իրենց օրը։ Հասմիկ Առաքելյանն է զրուցել նրանց հետ։
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին օգնեցինք հիշել, թե հայերեն ինչպես են ասում անհավասարություն բառը։ Իրավունքների խտրականության դեմ պայքարը ՄԱԿ-ի կարևորագույն ուղղություններից մեկն է, եւ այս բնագավառի տերմինները հարկավոր է ճշգրիտ թարգմանել։ Ֆրանսուազ Ժակոբը եկել է Մատենադարան մասնակցելու թարգմանիչների միջազգային օրվա տոնին։ Թարգմանիչների միջնորդությամբ աշխատելը ինձ դրդել է լավագույն ելույթներն ունենալ, քանի որ պետք է պարզեցնեմ ձևակերպումներս, չօգտագործեմ ժարգոններ եւ դանդաղ խոսեմ։ Այս 3 կետերն ինչպես կարևոր են լավագույն թարգմանության, այնպես էլ լսարանի համար, այնպես որ թարգմանչի օգնությամբ խոսելն ինձ թույլ է տվել բարելավել իմ հանրային խոսքը։ Այս միտքը Ֆրանսուազ Ժակոբը կրկնեց նաև պանելային քննարկմանը։ Դահլիճն արձագանքեց, յուրաքանչյուր թարգմանչի երազանքն է այսպիսի խոսնակը։ Դահլիճում հավաքվածները հայտնի թարգմանիչներ են, որոնք պետական եւ հանրային մեծ նշանակություն ունեցող միջոցառումների համընթաց թարգմանությունն են ապահովում։ Երկու լեզվի գերազանց իմացությունից բացի, այս մասնագիտության հաջողությունը նախ եւ առաջ փոխվստահությունն է։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն էլ բացատրում է, թարգմանիչների աշխատանքն ամենանշանավորներից է իրենց տարածքում։ Յուրաքանչյուրը լսելի եւ ընկալելի պետք է լինի։ Շնորհավորում եմ հայ թարգմանիչներին, ովքեր մեզ հետ են աշխատում։ Դուք հիասքանչ գործ եք անում դժվարին պայմաններում։ Հայկական հզոր ոգին եւ բանականությունը դրսևորվել են դարերի ընթացքում։ Հայկական ավանդույթն ունի թարգմանչած տոնը եւ իրականում հենց ձեզ նման մարդկանց շնորհիվ է, որ քաղաքակրթությունը զարգացել է դարերի ընթացքում։ Արամ Օհանյանն ավելի քան 40 տարի թարգմանչությամբ է զբաղվում, գեղարվեստական գործերից մինչև համընթաց թարգմանություն, անգլերենից ռուսերեն, հայերեն եւ հակառակը, թարգմանել է Սարոյանից մինչև Ռեյ Բրեդբերի։ Ես եղել եմ նամակագրական կապի մեջ Բրեդբերիի հետ, մոտ 30 տարի, բայց շատ հազվագյուտ էր մեր նամակագրությունը, հիմնականում կապված էր ինչ-որ առիթի հետ, երբ որ ինձ մոտ ինչ-որ բրեդբերիական գիրք էր լույս տեսնում, ես ուղարկում էի նրան այդ գիրքը, ինքն էր ինչ-որ նամակ էր ուղարկում շնորհակալություն հայտնելիս։ Հիշում է համընթաց թարգմանության առաջին քայլերը, թարգմանել է ոչ ավել, ոչ պակաս, քան ԽՍՀՄ ներքին գործերի նախարարին։ Առաջի անգամ ես մասնագիտական թարգմանություն եմ արել Մոսկովյան օլիմպիական խաղերի ժամանակ, երբ որ դեռ Մոսկվայի համալսարանի ուսանող էի, 3-րդ կուրսում էի սովորում եւ անցա այդ բավականին ծանր դպրոցը պրոֆեսիոնալ թարգմանության հենց օլիմպիական խաղերի ժամանակ։ Դուք կարող եք տեսնել իմ օլիմպիական կոմիտեի տված փաստաթուղթը, որով ես անցնում էի բոլոր օլիմպիական օբյեկտների։ Արտաշես Էմինի ձայնը շատերին է ծանոթ, Ոսկե ծիրանից մինչև հայոց ցեղասպանության միջազգային ֆորումներ։ Թարգմանիչն աշխատանքի մեջ կարծիք չունի, խոսնակի մտքի փոխադրողն է մեկ այլ լեզվով, սակայն հումորային իրավիճակներից խուսափել երբեմն չի հաջողվում։ Մի բարձրաստիճան պաշտոնյա մի անգամից 2 լեզու էր սովորում, հայերեն ու անգլերեն, ու անգլերեն, դե որ նոր է սովորում մեքենա քշելու պես, առաջի տարին ամենավտանգավորն է լիքը վթարներ, քեզ թվում է արդեն գիտես։ Նույնը անգլերեն սովորելը ինչ որ զրույցի ընթացքում ասեց մենք այս ինչից շատ ունենք, բավական շատ։ Ես էլ ասացի quite a few։ Ասաց no few, many։ Հասմիկ Առաքելյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։ Այսքանը հետևեք մեզ սոցցանցերում, բաժանորդագրվեք եւ ամենակարևորը առողջ եղեք։ Ցտեսություն։